ձեզ համար շատ կարևոր տեղ կլինի, երբ որ մեծանաք։ Դու գիտեք ինչու եմ ես եկել, գիտեք։ Հեքիաթ պատմելու, շատ լավ է։ Դուք հեքիաթները սիրում եք։ Լսում եք, թե կարդում եք։ Լսում եք և կարդում եք, շատ լավ։ Եվ իհարկե նայում եք, չէ՞, ֆիլմեր կան, մուլտֆիլմեր, գեղարվեստական ֆիլմեր, փոքրիկ բողոքը, ինչպիսի բողոք է, ով կասի։ Մենք այստեղ տեսնում ենք, այստեղ բոլոր տեսնում ենք, չէ՞, փոքրիկ բողոքին։ Ասում եք փոքրիկ բողոք։ Բողոքը քանի տարեկան է մեր փոքրիկ բողոքը, եթե փոքր է։ 3 Եվ ակապատեզ, և դպրոց, փոքր, նայիք, այսպիսին է, 5 տարեկան, 3 տարեկան, 7 տարեկան, տեսնում այս նկարին, այո, տնակ, խճիտ, բողոքի ինչ, բողոքի փոքր տուն, այո, տեսնում եք, այո, փոքրիկ բողոքի տնակն է, տեսնում եք, չէ, շատ լավ է, հիմա կարդամ, կար չկար, մեր հեքիաթները այդպես սկսվում են, չէ, կար չկար, մի փոքրիկ բողոք կար, որը ընդամենը, ուշադրություն ենք դարձնում տարիքին, հիմա անակնկալ, որը ընդամենը 127 տարեկան է, նշած տարիքներից ոչ մեկը չէ, ամենամեծը, որ 19 տարեկան կարող է լինել, շատ ավելի շատ է, չէ, պաստորեն, ուրեմն 127 տարեկան փոքրիկ բողոք, իսկ դա բողոքի համար, այսպես է ասում մեր հեղինակը, շատ փոքր տարիք է, պատկերացնում եք, ուրեմն բողոքը եթե 127 տարեկանում փոքր է, մեծերը քանի տարեկան է։ 100 շատ լավ։ Ասաց։ 2000, միլիոն։ Հիմա ուշադրին այլեք հաջորդ նկարին, ինչ է անում մեր բողոքը, փոքրիկ բողոքը, նայեք ես է բան։ Ես ուզում եմ հարցնել ինչ է կարդում, փաստորեն կախարդական գիրքն է կարդում, դե բազը եթե նա բողոք է, դա ինչ պիտի կարդար, ու մաթեմատիկա չի պետք է, չէ՞, ժամասություն։ Որ հասկանան ինչ կարանան։ Այո, հիմա տեսեք, մենք այստեղ մեկին էլ ենք տեսնում, իր ընկերն է, ինչ է այդտեղ վերել։ Ագրավ է, ագրավին տեսնում է, շարում, ուրեմն ագրավը ինչու է այդտեղ նստած։ Որովնի, որ։ Որովհետև բողոքի ընկերն է, բողոքի ընկերն է շատ ապրես, որովհետև շատ ասում է լսեք, լսեք։ Շատ կախարդական ագրիք է կարդալ։ Ոչ շատ միասին կարդալ, չէ, ասա։ Բողոքները ագրավները։ Միշտ ունենում են, Որ ագրավին սովորի կախարդական բաները։ Ագրավին հետը սովորի, փաստորեն, լավ, ոչ, ես է սովորի։ Իրան ասի, արի գնանք բակում խաղանք։ Հետո գնանք, սովորին հետո գնա բակում խաղանք, չէ, սկվի չէ խաղում հետո բակում։ Գնում ես օրն այս սովորում եք, վերջացնում եք, հետո գնում եք բակ խաղանք։ Շատ լավ հաջորդականություն, ասա ջան։ Ագրավը ինձ այդ էր կարդում։ Հիմա տեսեք։ Փոքրիկ բողոքը ագրավ ուներ, որը կարող էր խոսել, և նրա անունն է, հիմա ուշադիր, շատ սիրուն անուն, Աբրաքսաս։ Աբրաքսասը մեր ագրավի անունը, ուրեմն այդպիսի անուն ունի ագրավը, նման անուններ ունեն ագրավները, նա ոչ միայն բարի լույս և բարի երեկո էր կարողանում կրկռալ, ինչու չենք ասել, որտեղ ինչ էր, կրկռում, չէ՞ ինչպես բոլոր ագրավները, որոնք խոսել են սովորել, այլ նաև շատ ուրիշ բաներ էր գիտի, այսինքն օգնում է, այստեղ ճիշտ ասացին, օգնում է իր ընկերոջը, շատ լավ է, հիմա ինչ է անում մեր բողոքը,
Օրական գրեթե 6 ժամ, ուշադիր եք 6 ժամ, հա? 6 ժամ փոքրիկ բհումն անցկացում է կախարդել սովորելը։ Դուք քանի ժամ եք անցկացնում ձեր դասերը ավելի։ 6 ժամ դասի եկած դպրոցում։ Պանը սովորում ես, ինչ ամստած։ Ես վախյալ 30 րոպե։ 30 րոպե, շատ հետաքրքիր բացահայտումներ են, չէ՞։ 4 րոպե։ Ու վերջ, ամեն ինչ գիտե 4 րոպեից։ Ինչ լավ է, ոչ շատ լավ է։ Հասորի լավ կախարդ է։ Շատ լավ, հրաշալի։ Հիմա, չէ՞ որ կախարդելը հասարակ բան չէ, ճիշտ է, չէ՞, ճիշտ է ասում։ Եթե ուզում ես կախարդելով ինչ-որ բանի հասնել, ծուլանալու իրավունք չունես։ Ձեզ տանը մեկ ասում է, մի ծուլացի, աշխատի, դու բոլոր ջանասեր եք։ Ծուլանում եք։ Օրինակ ես մայրիկս ասում եմ մի ծուլացի։ Ահա, բայց ողջես հետո հանդիսանը սովորում ես, չէ՞։ Շատ լավ, ասա։ Ասին շուտ պետք է ամեն տարի սովորել, ամեն շաբաթ սովորել, ամեն ամիս, ամեն օր սովորել։ Ամրանն է, ինչու ոչ, կարելի է խաղալ և սովորել կախարդակների գրքի 213-րդ էջի։ Նա այդ պահին սովորում է անձրև առաջացնել։ Պատկերացրեք, իր դասը անձրև առաջացնելն է։ Ոչ թե ինչպես է գնում ատարը, ինչպես է երկու գումարած երկու, այլ ինքը պաստորեն ինչ է սովորում, անձրև առաջացնել, դա իրենց դասն է։ Հիմա պատկերացրեք, ինչ պիտի անի, որ առաջացնի։ Այո, պետք է լավ սովորի ինչ է գրված։ Ձեզ մեկ էլ ասում անձրև, հա, մեկ էլ անձրևը գալիս է, հա։ Կախարդական բառերը պիտի ասի, շատ լավ։ Երեքրամա բառերը հիշում է ու ասում է անձրևը գալիս է։ Հրաշալի է շտամակել։ Երևի թե երեքրամա ասում երեքրամայից կսովորի։ Ճիշտ ես ասում։ Քիչ է Հատու քիչ է կարդացել, պետք է շատ ավելի կարդաս։ Ահա, հիմա մի բան կա, բայց ոնց որ դրա դեմքից երևում է, որ իր մոտ այնքան էլ չի հաջողում, չէ՞, անձրև առաջացնելը։ Ու չաշխան փորձեց անձրև առաջացնել, պատկերացրեք 1, 2, 3, 4-րդ անգամ էլ չի ստացվում։ Նա հրամայեց մի ամպի երկինք բարձրանալ և ամպը ուղիղ իրենց գլխի վրայել բղավեց անձրևի։ Ամպը պայթեց և անձրև տեղաց, բայց թանի տեսքով։ Պատկերացրեք թան գիտեք չէ՞ բանել։ Մածունը ջրով բացած, պատկերացրեք թան է գալիս։ Սաղը սխալ բան է կարդացել։ Մտածում էր անձրև է, բայց թան է գա։ Ուրեմն լավ չի սովորել։ Թան, պատկերացրեք բան է կարդացել, մեկը մածուն է այս շուկը, թան։ Հա, այդպես։ Հիմա վրիպում է ու վրիպում է։ Ինչ է ասում, ինչ խորհուրդ է տալիս Աբրաքսասը, ասում է կենտրոնացի, կարդա, ուշադիր եղի, բայց նա ասում է, որ չի կարողանում կենտրոնանալ, խնդիր ունի։ Հիմա մենք հասկանանք ինչն է մեր խնդիրը, ասում է, որ ես զայրացած եմ, ու Աբրաքսասը զարմանում է, զայրացած, բայց ում վրա, ասում է, ես զայրացած եմ, որովհետև այսօր Վալպուրգյան գիշերն է, այսօր բոլոր բողոքները հավաքվում են Բլոքսբերգ լեռան վրա պարելու։ Պատկերացրեք, այդպիսի մի օր կա, երբ գիշերը, այսինքն մի գիշեր կա, տարվա ընթացքում, որ Բլոքսբերգ լեռան վրա հավաքվում են բոլոր ավագ բողոքները, հիմա կտեսնեք այս նկարը, պարելու։ Տեսեք ինչպես է ինչի վրա են պարտարիստում։ Ցախավել է, գիտի այո, տեսնում եք։ Եվ եթե մենք գրքի շապիկին էլ այսպես նայում ենք, ինչ եք տեսնում, որ մեր բհուկը թրջում է, ավելի ցախ ավելի վրա, հասա։ Թրջում է, պատկերացրեք, կամերսել է ցախավել ու թրել, բայց դա միայն հեքիաթում է։ Իրականություն մենք չենք տեսնում, մենք հեքիաթում չենք, եղավ, ուշադիր, հիմա, նա բհուկ է, որոշեց, որ պետք է այնուամենայնիվ գնա
փոքրիկ վհուկը թույլ չտվեց, որ Աբրաքսասը իրեն վախեցնի։ Նույն գիշեր թռավ Բլոքսբերգ։ Այնտեղ բոլոր մեծ վհուկներն արդեն հավաքված էին։ Նրանք պարում էին կախարդական խարույկի շուրջը, ծածանվող մազերով և ծփացող զգեստներով։ Բոլորը միասին հավանաբար 5 կամ 600 վհուկ կլինեին, պատկերացրեք որքան էր հավաքվել։ Լեռնային վհուկներ, անտառի վհուկներ, ճահիճի վհուկներ, ինչ վհուկներ ասես որ կան, մշուշի նույնիսկ վհուկներ, ճահիճի, հետո ինչ ունենք, համու, խոտերի, փաստորեն բոլորը վհուկ ունեն, ասա։ Ինքը դեռ չի կողնորոշել, հետո դա ինքը մեծանա և մասնագիտություն ձեռք բերի։ Այս բոլորը մասնագիտություն են, լեռնան վհուկներ սուրգիներ։ Մենք ինչ կապկացինք սկզբում, որ դա վհուկի համար փոքր տարիք է։ Դրա՞։ Այո, ճիշտ է, չէ՞։ Ահա։ Փոքրիկ վհուկը աննկատ խառնվեց պարողներին։ Հեյ, վաղկուրկյան գիշեր, ամբողջ կոկորդով երգում էր նա։ Պտույտ էր գալիս կախարդական խարույկի շուրջը և ինքն իրեն մտածում, եթե Աբրաքսաս ինձ կարողանար տեսնել, զարմանքից աչքերը կչռեն անտառի բվի պես։ Ահա, հաստատ ամեն ինչ այս։ Ահա, իրեն զրկեն ամեն ինչից, ահա։ Իրան զրկեն, որովհետև իրան զրկեն գրքերից, որ ինքը կախարդություն չանի։ Ահա, ուրիշ մեկներ հաջան, ահա, ասա։ Ագրավին տան է, զրկեն ընկերոջից, դա էլ է պատիժ, չէ, որ դու ընկեր չունես, դա պատիժ է, ահա։ Մեկել, որ արժեներպես, որ վհուկ են չլինի։ Կարող էլ այլես վհուկ չլինի։ Ուրիշ մտքեր։ Դուրս չգնալ։ Դուրս չգնալ, չխաղալ, ինչ թողեք, ահա։ Հետո։ Շատ, ահա, լիքը պատիժներ մենք էստեղ լսեցին, ու ասա, անկյուր կանգնացնել հետել սիված մեթոդ, այո, բայց ես չես, դու գիտեք, որ այդպես անում, բայց անկյուր չեք կանգնել, չէ՞, իսկ թվում եք, կանգնել եք, ավելի փոքր եք։ Մենք կարող ենք հանդուկն կախարդին կրակի մեջ գցել, ասած խորակը ռուպում բլը, բայց դժվար չէ։ Իսկ գուցե նրան մի քանի շաբաթ փառքի տակ պահենք, գորգորած այլ վհուկ, տանը սագերի մարակ ունեմ, այն դատարկ է։ Մյուսը ասում է, ես ավելի լավ միտք ունեմ, տվեք նրան ինձ, ես նրան մինչև կոկորդը թաղել ֆիլմի մեջ, պատկերացրեք ֆիլմի մեջ։ Ոչ, մենք նրա դեպքը մի լավ կճանկռոտենք, ինչքան չարել, չէ, պատկերացրեք կարծում ես, որ դու մեծացել ես, ուրեմն գիրքը, կախարդական գիրքը պետք է անգիր իմանա և ինչ անի և լավ վհուկ լինի։ Ինչ է կարծում, լավ վհուկ ինչպես կարելի է լինել, որտեղ ասում որ չար է, չէ հիմնականում, ինչ պիտի անի, որ լավ վհուկ լինի։ Պետք է լավ գործեր անի։ Եվ պետք է ներողություն խնդրի, ինքը խնդրի։ Ահա, մեկներ էլ ուզում չմարել, ուզում ասել, չէ։ Ահա, ինչ որ ուրիշ մտքեր կան, լավ վհուկի ասա։ Պետք է լավ կատա։ Լավ կատա։ Պետք է կախարդական ժամերով, Շատ լավ է,